Կյանքում ամեն ասպարեզ արվեստի յուրաքանչյուր ճյուղ ունի իր նվիրյալները։ Հայաստանում փողային արվեստի ասպարեզում այդպիսի մի նվիրյալ էր Հայկազ Մեսիայանը։ Նրան ճանաչում էին բոլորը, ասում էին ուղղակի Հայկազ, հետո ավելացնում էին Մեսիայան, հետո ավելացնում էին Հայկազ Կոսմոսովիչ հայրանունը, բայց ես հիշում եմ թերթում այնպիսի մի հայտարարություն, որ Կոզմաս Մեսիայանը, բժիշկը, ընդունելություն է կազմակերպում իր հիվանդների օրվա այսին ժամից մինչև այդ ժամ, այդպես որ Հայկազ Մեսիայանի հայրանունը Կոսմոս չէր, Կոզմաս էր։ Երկար ժամանակ բացակայեց Հայաստանից, գնաց Մոսկվա, որտեղ նրան ջերմորեն ընդունեց նրա բարեկամը, հռչակավոր շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ Եղավ այնպես, որ Հայկազը ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա անվանի մեծ անուն ունեցող Տաբակովի դասարան եւ այդտեղ հղկեց իր բնատուր տաղանդը, դարձավ մեծատաղանդ, պրոֆեսիոնալ բարձր կարողություններ ունեցող շեփորահար, որ հետո վերադարձավ Երևան եւ աշխատանքի անցավ միանգամից 3 ասպարեզներում։ Իսկ նրա Մոսկվայի կացության մասին պատմում էին զանազան պատմություններ, այդ թվում զավեշտական պատմություններ, որոնցից մեկը ես գուցե այսօր պատմեմ ձեզ։ Ինչ որ մեկի հետ վիճելիս Հայկազ Կոզմոսովիչը չհամբերեց եւ վեճի ընթացքում ուժեղ հարվածեց իր մրցակցին։ Դա Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող էր, որ գնաց բողոքեց ռեկտորատին եւ Հայկազ Մեսիյանին հեռացրին Մոսկվայի կոնսերվատորիայից որպես ոչ վայել արարք կատարող մի ուսանողի։ Խորհուրդ տվեցին, որ Հայկազ Մեսիյանը դիմի Կոնստանտին Սարաջանին, որ այն ժամանակ Երևանում չէր, այլ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, դիրժորական բաժնի հիմնադիր, գալիս է Մեսիյանը Սարաջանի մոտ եւ ասում է, ռուսերեն կպատմեմ, Константин Соломонович, меня выгнали. Константин Соломонович ասում է, как это выгнали? А вот так, мы поспорили с кем-то, он меня назвал армяшкой, и я ему врезал. Բոլորը սպասում են, որ Սարաջանը ասի, ինչպես կարելի էր հարվածել ձեր ուսանող ընկերոջը, բայց Սարաջանը բոլորովին այլ ճանապարհ ընտրեց, ասեց, Голубчик, а вы хорошо ему врезали? Այսպիսի բաներ էին պատմում Հայկայի մասին, Երևանում էլ նա իրեն պահում էր որպես տղամարդ, եթե հարկավոր էր վիճում էր, եթե հարկավոր էր իր հեղինակություններ մեջտեղ բերում, եւ ես չեմ կարծում, որ Երևանում լիներ որևէ մի փողային նվագող, այլևս չասած շրջապատի, ովքեր ճանաչած չլինեին Հայկազ Մեսիյանին եւ ովքեր համարձակվեին վիճել նրա հետ, իսկ նա զբաղեցնում էր բավական կարևոր պաշտոններ կոնսերվատորիայում նա դարձավ փողային ամբիոնի պրոֆեսոր, բայց դասավանդում էր ոչ թե շեփոր, այլ կամերային փողային անսամբլի դասընթացը եւ հիանալի կադրեր էր տալիս, որոնք հետագայում անդրկովկասյան մրցույթում մրցանակային տեղեր էին շահում։ Որպես մենակատար նա կատարեց հայ կոմպոզիտորների այդ տարիների գրած շեփորի համար նախատեսված բոլոր ստեղծագործությունները, որոնց մեջ իհարկե փայլեց Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը, որի առաջին կատարողը եւ Հայաստանում եւ Մոսկվայում կոմպոզիտորների համագումարում եղավ Հայկազ Մեսիյանը եւ հետո
այդ կոնցերտը ստացավ համաշխարհային ճանաչում եւ մինչեւ օրս բոլոր փողային միջազգային մրցույթների պարտադիր ծրագրերի անբաժանելի մասն էր։ Հայկ Ազմեսյանին հանձնարարեցին մի կարևոր գործ կազմակերպել Երևանի պետական փողային նվագախումբը։ Պետք է ասել, որ նվագախմբային արվեստը Հայաստանում բավական լայն տարածում էր ստացել, դերևս սկսած ռուսական զորագնդերից, որոնք եկել էին Ռուսաստանից եւ ամեն զորագնդին կից գործում էր ոչ մեծ փողային նվագախումբ։ Հետո այդպիսի նվագախմբեր ստեղծվեցին հայկական զորագնդերին կից, բայց դա բոլորովին այլ պահանջ էր ստեղծել կոնցերտային տիպի բարձր պրոֆեսիոնալ արվեստ ներկայացնող փողային նվագախումբ, որը հետագայում միջազգային փառատոների ժամանակ, մասնավորապես Լյուքսեմբուրգում կայացած փառատոնի ժամանակ շահեց առաջին մրցանակը։ Բոլորս ուրախացել էինք, դա մեր ընդհանուր գործն էր։ Տեղի ունենում մեծ համերգասրահում այդ նվագախմբի ելույթները արդեն ոչ զորաշարային ծրագրով, այլ գուցե սիմֆոնիկ նվագախմբին վայել ծրագրով հիանալի փոխադրություններ անում էին հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ գործերի, գրում էին նաև գործեր սիմֆոնիկ փողային նվագախմբի համար։ Հայկ Ազմեսյանը մեջտեղ բերեց Արամ Խաչատրյանի գրած բոլոր փողային քայլերքերը, այդ թվում Զանգեզուր հայտնի քայլերքը կատարեցին փողայինների փոխադրությամբ Ալեքսանդր Հարությունյանի տոնական նախերգանքը, Էդվարդ Միրզոյանի տոնական նախերգանքը, կատարեց Լևոն Չաուշյանը փողային նվագախմբի ընկերակցությամբ Ռախմանինովի երկրորդ կոնցերտի առաջին մասը, Մոսկվայից եկան հայտնի շեփորահարներ, տրոմբոնահարներ, որոնց Մեսյանը ճանաչում էր դերևս Մոսկվայում ուսանելու ժամանակ, բոլորը նրա գործընկերներն էին եւ սիրով գալիս մասնակցում էին։ Այդ նվագախումբը այսօր էլ գործում է, այդ նվագախումբը այսօր էլ մեր պարծանքի արժանացած նվագախմբերից է։ Իհարկե կարելի է ցանկություն հայտնել, որ նրա ելույթները մեծ հրապարակներում, մեծ համերգասրահներում լինեն ավելի հաճախակի, որպեսզի կազմակերպվեն փողային նվագախմբի փառատոներ Հայաստանի շրջաններում, այդ թվում սահմանամերձ շրջաններում, բայց այդ բոլորը, ինչպես ասում են, ապագայի խնդիր է։ Ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորեմ փողային նվագախմբի բոլոր արտիստներին, նրա ղեկավարներին, նրա տնօրենին, ցանկալ նոր հոբելյաններ եւ նորանոր գեղեցիկ ելույթներ մեր հասարակության առաջ։ Շնորհակալություն։